Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սաղդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, վաղ շաբաթ խոշորացված համայնքի ավական ընտրություններից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ խոսք վերաբերում է ոչ թե համեմատաբար փոքր համայնքում ընտրությունների, այլ համապետական նշանակություն ունեցող միջոցառման, ընդ որում իշխանություններ բավական լուրջ ուժեր կենտրոնացրել այդ ուղղությամբ, ընդդիմությունը թվում է թե բավական լուրջ էր տրամադրված եւ նույնպես որոշակի կենտրոնացում կար ուժերի։ Ինչի հետ էր դա կապված։ Դե ընդդիմությունը ընդհանրապես դիմ ընտրությունները սարքել է կյանքի մահվան ընտրություն, բայց ես դրա մեջ վատ բան չեմ նկատում, շատ լավ է։ Ինչքան բոլոր ընտրություններում այսպես մրցակցություն լինի, մրցակցային ընտրություններ լինի, ինչքան այսպես աժոտաժը մրցակցությունը մեծ լինի, դրանից մեր քաղաքական համակարգը կօգտվի։ Այնպես որ նորմալ գործընթաց եմ համարում, ոչ մի պախարակելի բան չեմ տեսնում այստեղ եւ ընդդիմության մարտավարությունն էլ էլի հասկանալի է։ Ինչքան հնարավոր է տեղական ինքնակառավարման մարմիններում վերցնել իշխանությանը, գործող իշխանությանը զրկել էլի որոշ չափով վարչական ռեսուրսներից եւ այսպեսով գնալ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ։ Իշխանությունը ասում է ես վարչական ռեսուրս այսպես թե այնպես չեմ օգտագործելու, այդ դեպքում ռեսուրսից զրկելու իմաստը որն է։ Չէ, դե ինչքան էլ ասի չասի, մենք գիտենք որ համայնքապետարաններում, ասենք թիմ մարմիններում եւ ոչ միայն սովորաբար միշտ եթե ղեկավարը չի ասում գնացեք այս կամ այն ուժին ընտրեք, միշտ նայում են թե ինչ քաղաքական դիրքորոշում ունի իրենց թիմ ղեկավարը եւ ըստ այդմ ընտրություն են կատարում եւ բացի դրանից էլ երբ որ նոր ղեկավար է գալի իր թիմին է բերում, որոնք էլ բնականաբար խորհրդարանական ընտրություններին, համապետական ընտրություններին աշխատում են տվյալ համայնքի ղեկավարի մատնանշած քաղաքական թիմի համար։ Նա ասեն թե չասեն, դա բոլորի համար պարզ է, որ թիմ ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն ցանկացած ուժի համար, ընդ որում միայն այս գործող իշխանության համար չէ։ Բոլոր ժամանակներում էլ բոլոր ղեկավարության համար թիմերը կարևոր են եղել հավելյալ ձայներ ստանալու համար։ Տեսեք, երեք այստեղ Հայկ Կոնջորյանն էր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը, ես իրեն այդ հարցը ուղղեցի, բնականաբար այդտեղ դիվանագիտորեն եւ քաղաքական տեսանկյունից պատասխանեց, բայց հիմա ես կփորձեմ այդ հարցը ձևակերպել էլի մոտարապես նույն կերպ ու հուսամ դուք կպատասխանեք առանց տողատակերի։ Տեսեք, ցանկացած ընտրություն տեղական ինքնակառավարման մարմինների երբ գնում են դեպի ընտրություններ, բոլորը պնդում են, ասում են, սա քաղաքական չի, սա այսպես չի, սա այնպես չի, ոչ մի դեպքում հանկարծ չհամեմատեք համապետական ընտրությունների հետ, որովհետև տրամաբանությունը, այլ օրինակ դա տեղի ունեցավ Գյումրիում։ Դա երբ իշխանությունը, որը անհաջողության մատնվեց, ճիշտ է, իշխանության տեխնացուն ինքը միայնակ ավելի շատ ձայն հավաքեց, ամենաշատ ձայնը հավաքեց, բայց արդյունքում վերջնարդյունքում տեսանք ինչ եղավ։ Ասեցին, չէ, սա համապետական տրամադրությունների հետ կապ չունի, եկեք սա դնենք մի կողմ, մոռանանք այս մասին, թիմ ընտրություններին եւ այլն։ Վաղ շաբաթում, երբ գրանցվեց այն արդյունքը, որ հիմա մենք ունենք, այսինքն քաղաքացիական պայմանագիրը ըստ էության հաղթեց, նույն քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները ասում են, այ տեսեք, սա նախերգանքն է գալիք համապետական ընտրությունների։ Այստեղ հակասություն կա, չեք կարծում։ Իհարկե կա, ընդհանրապես պետք չի թիմ ընտրությունները պրոյեկտավորել համապետական ընտրությունների հետ։ Նույն 2021 թվականի արտահայտ խորհրդարանական ընտրություններից առաջ տեսանք, որ Սյունիքում, այսպես գրեթե բոլորը ընդդիմադիր համայնքապետեր են ընտրվել։ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում եւ այլն։ Բայց նույն իշխանությունը նույն Սյունիքում հաղթեց, ավելի շատ ձայներ հավաքեց, քան իրեն հետապնդող ուժերը։ Այնպես որ թիմ ընտրությունները իհարկե պետք չէ պրոյեկտավորել այսպես համապետական ընտրությունների վրա։ Դրանք լրիվ տարբեր բովանդակության, տարբեր տրամաբանությամբ ընտրություններ են եւ նաև գործող անձինք են այսպես տարբերում։ Թիմ ընտրություններին ավելի շատ տեղական նշանակության խնդիրների համար են ընտրում, իսկ համապետական ընտրությունների դեպքում ավելի շատ համապետական նշանակության հարցերի։ Այնպես որ դրանք խիստ տարբեր են եւ
Ցավոք սրտի որոշ քաղաքական գործիչներ միշտ ընկնում են այս ծուղակը, այսպես շատերը իրականությունից այսպես կտրվում են հենց թիմ ընտրությունների պատճառով։ Մտածում են, եթե թիմ ընտրությունները մեզ ինչ արդյունք գրանցեց, իրենք կարող են նույն արդյունքն ունենալ նաև համապետական ընտրություններին։ Բայց դրանք պետք չէ, ել եմ ասում, իրար հետ համեմատել եւ պրոյեկտավորել միմյանց վրա։ Վաղարշապատի ընտրությունների հետ ընտրական փուլը ընդդիմությանը հնարավորություն տվեց խոսել էլի ռեպրեսիաների մասին, հաշվի առնելով, որ հաղթանակ, եթե չեմ սխալվում, դաշինքի անդամների տներում խուզարկություններ իրականացվեցին, այսօր արդեն պարզվեց, որ մի քանի ձերբակալություններ են տեղի ունեցել, չգիտեմ, այդ խուզարկությունների հիման վրա թե անկախ դրանց արդյունքներից, եւ բնականաբար առաջիկայում ընդդիմության հիմնական թեզերից մեկը այն է, որ Հայաստանում այսպես պերմանենտ շարունակվում է 37 թվականը։ Դե նախ այդ տրամաբանությամբ չէ որ արդեն վաղարշապատում իշխանությունն է հաղթել։ Եթե Գյումրիի դեպքում իրանց ասացի մեջ տրամաբանություն կա, ընդդիմությունն է հաղթել, իրենք ասում են որ իշխանությունը ամեն կերպ փորձում է ընդդիմադիր համայնքապետին չեզոքացնել, այնտեղ նրան հանել եւ բերել իր ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել, Հանձինես Սարիկ Մինասյանի։ Այս դեպքում այդ տրամաբանությունը չկա, չի աշխատում։ Ասենք իրենք բացարձակ մեծամասնություն են կազմել գործող իշխանությունը։ Եվ այդ ռեպրեսիաների իմաստը այդ տեսանկյունից ես չեմ տեսնում։ Հիմա չեմ էլ իմանում ինչի համար են ձերբակալել, քննչական կոմիտեն ասաց հաղորդագրություն կտարածենք, բարձ կդառնա, բայց ոնց հասկացա ինչ որ հերրախոսային գաղտնալսումներ են իրականացել, ինչ որ բաներ այսպես իրավապահ մարմիններին հայտնի են դարձել եւ ըստ այդմ էլ կատարվել են այդ ձերբակալությունները։ Դրա համար զերծ կմնամ կոնկրետ այդ գործով մեկնաբանություն տալուց, քանի որ իրոք մանրամասները չգիտեմ։ Չէ, այստեղ գործի մասին չի խոսքը։ Բայց տրամաբանություն չի աշխատում։ Հիմա տրամադրվածություն ստեղծելու մասին։ Էլ եմ ասում, եթե Գյումրիի դեպքում իրենք ասում են եւ դե տեղ տրամաբանություն կա այդտեղ, Վաղարշապատի դեպքում այդ տրամաբանություն չկա, որտեղ իշխանությունը բացարձակ մեծամասնություն է կազմել, ընդ որում բավականին այսպես լավ, այսպես կոմֆորտ, այո, այնտեղ մի քանի մանդատ ավելի ունի եւ հանգիստ կարող է։ Հա, ընդ որում ի տարբերություն Երևանի, Երևանում երբ որ կոմֆորտային, իրենք Երևանում մեծամասնություն միջեմ այլ չունեն։ Այսինքն Երևանում երբ ուզեն, ասենք, եթե դոգի կուսակցությունը, ասենք, այդ 4-5 հոգին եթե փոխի դիրքորոշումը, շատ հանգիստ Ավինյանին կարող են անվստահություն հայտնեն եւ այսպես հեռացնեն կամ թեկուզ եթե նույնիսկ դրանը չանեն, բանը դրանը չհասնի, կարող են ասենք տորպեդա արել քաղաքապետարանի աշխատանքները, նիստերին քվորում չապահովել եւ այլն, այսպես խնդիրներ, բյուջեն չեն, հազար մի խնդիր կարող են ստեղծել իշխանության համար։ Վաղարշապատում այդ խնդիրը բացարձակապես չկա, այնպես որ ես այս դեպքում քաղաքական գնահատականներ չէի տա, ավելի շատ երևի իրավական գործընթացներ հակված եմ, որ ինչ որ խախտումներ կամ այլ բաներ են իրականացրել։ Հիմա այս ընտրությունների համապատկերում կարելի ասել Հայաստանի էներգետիկ ցանցերին լիցենզիայի զրկելու որոշումը եւ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշումը։ Այսպես մի տեսակ ստվերվեց այնպիսի տպավորություն է, որ ամենադեպս այն արձագանքը կամ այն ռեակցիան, որը պիտի լիներ, թվում էր թե այդ ամեն ինչից հետո չեղավ։ Հիմա դա ինչի հետ էր կապված, որովհետեւ ընդդիմությունը նույն Վաղարշապատի ընտրություններից հետո շոկային վիճակի մեջ է հայտնվել, որովհետև իրենք էլ չէին պատկերացնում, որ իշխանությունը այդպես կհաղթի, թե որովհետև, չգիտեմ, հենց այդ նույն ուժերը որոշել են, չգիտեմ, տակտիկական դադար վերցնել։ Չէ, էլի ես այս երկու գործընթացները միմյանց հետ չէի կապի, կարծում եմ հեցի մասով էլ էլի հայտարարություններ կլինեն, չգիտեմ, բողոքի ցույցեր կլինեն թե ոչ, բայց ես չէի կապի Վաղարշապատի ընտրությունները, մանավանդ որ տարբեր քաղաքական ուժեր են, կոնկրետ Սամվել Կարապետյանի թիմը Վաղարշապատի ընտրություններում ներգրավված չէր։ Տարբեր գործընթացներ են եւ կարծում եմ, որ ընդդիմությունը մոտապագայում նաեւ այս թեման կփորձի այսպես շահարկել։ Խոսքը հեցին է վերաբերում։ Իդեպ քանի որ դեռ այդքան շատ չենք հեռացել Վաղարշապատից։ Տեսեք, ընդդիմությունը ասում է, որ Վաղարշապատի ընտրությունները իշխանությունների համար գերկարևոր էին, որովհետև ըստ էության իշխանությունը փորձում էր այնտեղ մանդատ ստանալ Կարագին երկրորդի դեմ նոր գրող սկսելու նպատակով։ Եվ
ըստ էության իշխանության ներկայացուցիչներն էլ առանձնապես հիմա դա չեն հերքում, որովհետև ասում են վստահության հանրակվեր վաղար շաբաթ։ Այսինքն եթե Գարեգին երկրորդին անգամ էջմիածինցիները, էջմիածին ենք մենք սովորաբար ասում վաղար շաբաթին, էջմիածինցիները չեն պաշտպանում, հետեւաբար կաթողիկոսը պետք է հեռանա։ Էլի տարբեր գործընթացների մասին է, ես վստահ եմ, որ նույնիսկ եթե իշխանությունը այնտեղ պարտվել, էլի պայքարը Գարեգին երկրորդի կաթողիկոսի դեմ շարունակվելու էր։ Միգուցե, այո, իրենք որոշակի ոգևորել են, բայց այս արդյունքից եւ շարունակեն ավելի այսպես բուրըն կերպով այդ պայքարը Գարեգին երկրորդ կաթողիկոսի դեմ, բայց իմ կարծիքով էլի չպետք է պրոյեկտավորել մեկը մյուսի վրա։ Օրինակ նույն այդ իշխող ուժի ծրագրի մեջ վաղաշաբաթի ընտրություններում այնտեղ կետ չկար, որ մենք գալիս ենք նաև հեռացնենք օրինակ Գարեգին երկրորդ կաթողիկոս։ Այնտեղ մաքուր քաղաքային Չէ, մի քիչ ծիծաղելի կլիներ, եթե ասենք ավական ընտրությունների նախընտրական ծրագրում նման բան։ Թեկուզ նախընտրական ծրագիրներ չունեն, թեկուզ ռետորաբանություն են։ Օրինակ Հանրապետության կուսակցության տեխնացուն Արություն Մկրտչյանը ասես ակտիվորեն քննադատում էր Գարեգին կաթողիկոսին, բայց Արգիշտի Մեխակյանը, որը բառ այդ մասով չի ասել, նույնիսկ այդ թեմայից ինքը ընդհանրապես չէր ուզում թեմայի մեջ մտնել եւ փորձում էր այսպես հմտորեն խուսափել այդ թեմայից։ Այնպես որ էլի տարբեր գործընթացներ են, ես չեմ կապի մեկը մյուսի հետ։ Իհարկե, միշտ էլ այս մանիպուլյացիաները կլինեն եւ իշխանության կողմից եւ ընդդիմության կողմից կփորձեն մի գործընթացը կապել մյուսի հետ, բայց դրանք լրիվ տարբեր գործընթացներ են։ Ես ընդունում եմ քաղաքական իմաստով, քաղաքագիտության տեսանկյունից հա տարբեր են, բայց ասենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմիջապես հենց հաջորդ օրը երկուշաբթի օրը արձանագրումներ արեց, որոնցից երրորդ կետը խոսում էր այն մասին, որ պայքարը նոր թափով պետք է շարունակվի։ Դա իրեն ոգևորվել է, այո, միգուցե դա իրենց համար նաև ինչ որ առումով տեստ էր, փորձեն մի հատ հասկանալ Էջմիածին քաղաքի այդ համայնքի բնակիչների տրամադրությունները այսքան իրադարձություններից հետո միգուցե իրենք էլ փորձում են այսպես հասկանալ արդյոք իրենց գործողությունները բնակչության մոտ ըմբռնում կամ ընդունելություն ստանում են թե ոչ։ Այս առումով միգուցե այո տեստային էին, իրենք էլ էին փորձում հասկանալ, շոշափել հասարակության տրամադրությունները։ Բայց ես վստահ եմ, որ նույնիսկ եթե Արգիշտի Մեխակյան չընտրվեր, այս հակամարտությունը շարունակվելու էր պետություն եկեղեցի, իշխանությունը փորձելու էր իր բոլոր հնարավոր միջոցներով հասնել կաթողիկոսի հրաժարականին եւ այս ընտրությունները այս առումով չեմ կարծում թե ֆորսիֆիկատորի դեր են կատարել։ Պարոն Վարդանյան, բնականաբար իշխանությունը այսպես ուղիղ տեքստով չի ասում, թե այս պայքարի իմաստը որն է կամ նպատակը, հասկանալի է նպատակը կաթողիկոսի հեռացումն է։ Բայց պատճառի մասին այսպես խուսափողական պատասխաններ են, քանի որ մենք երկու ոչ իշխանական մարդկանցով զրուցում ենք իրար հետ։ Հիմա եկեք ես ձեզ հարցնեմ, էլի, ըստ ձեզ իշխանություն եկեղեցու վերնախավ, լավ, այսպես ասեմ, չասեմ եկեղեցու դեմ է պայքարը։ Ինչի սկսվեց։ Կարծում եմ հենց առաջի օրից էլ եկեղեցին այդքան էլ ոգևորված չէր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ Նախ պետք է հիշենք, որ եկեղեցին բավականին լավ արտոնություններ ստացել նախորդ իշխանության օրոք, նախորդ իշխանությունը, նախորդ ռեժիմը չունենալով բավարար լեգիտիմություն հասարակության մոտ, փորձում էր դա կոմպենսացնել, այսպես եկեղեցու հետ լավ հարաբերություններ ստեղծելով, ազգային թվացial ազգային Երևանով ու պատահական չէ որ Սերժ Սարգսյանի նախընտրական այսպես շրջագայություններին միշտ Նավասարդ arczepiskopos կճարանը միշտ նրան ուղեկցում էր։ Իշխանությունը բավականին այսպես առատորեն նվիրատվություններ էր կատարում եկեղեցուն, հողեր էր տալիս։ Հիշեք, օրինակ թեկուզ Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկը, որ Այբ դպրոցի հոգաբարձությունների խորհրդի մեջ էր, այդ հոգեորականը հասել էր նրան, որ $1 միլիոն բյուջեից փող էին իջեցրել Այբ դպրոցին։ Այսպես առատորեն վարձատրում էին եկեղեցուն, որը որ կտրվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Հետո նաև post factum այս հայտնի դարձավ, որ իրենց առաջին հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց հոգևոր հայրերից պահանջել է, որպեսզի նրանք որոշակի բարեփոխումներ իրականացնեն եկեղեցում։ Այդ մասին պատմել է իր հաղորդումներից հարցազրույցներից մեկի ժամանակ
Միքայել Սրբազանը, երբ որ ասում է, որ 18 թվական։ Այո, դեռ 18 թվականին։ Բնականաբար դա դուր չի գալի եկեղեցուն։ Ու սա երբ որ ասենց հետ գնանք մի քանի դար, ասենք 300-400 թվական, էլի այս խնդիրը եղել է։ Այն թագավորները, որոնք եկեղեցու հետ դավն եղան, նրան առատորեն Plus հողատարածքներ են տվել, 10-անորդ են տվել, լեսիմինչ են տվել, լեսիմինչ են տվել։ Խնդրում, այսինքն ստացվում է, որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի խոսույթը Պապ թագավորի հետ կապված հենց այնպես չէր, այսինքն դա եղել է այդ զրույցի հետևանքը։ Դե չգիտեմ, դա դրա հետևանքն է թե ինչ, բայց ինքը միգուցե ունեցել է իր մոտ, իր մտքում այդ իդեա ֆիքսը գալ, նաև եկեղեցում բարեփոխումներ անել, հասնել որ նրան որ եկեղեցին էլ որոշակի այսպես ասեմ, կոնֆիգուրացիաների ենթարկվի, բայց փաստը որ հենց հեղափոխությունից նրանց հետո նրանց միջև որոշակի այսպես լարվածություն է առաջացել, չնայած այսպես բանը չէր հասել անվերադառնալության կետին։ Որոշակի այո, լարվածություն եղել է, խնդիրներ եղել, բայց էլի հանդիպում էին իրար հետ, համատեղ միջոցառումների էին մասնակցում։ Լարվածությունը էլ ավելի սրվեց 44 օրյա պատերազմից հետո, երբ որ որոշ մարդիկ, որոշ падգամավորներ երբ որ այցելել են կաթողիկոսին, նա հստակ հայտարարել է, որ պետք է Ռոբերտ Քոչյանը վերադառնա, այդ մասին էլ կան հայտարարություններ եւ այլն, նաեւ բարձում է, որ 21 թվականի խորհրդանական ընտրություններին է եկեղեցին իր սպասավորներին ուղղորդել, որպեսզի Հայաստան դաշինքին ընտրեն եւ այլն, բայց էլի այդքանից հետո այսպես կրիտիկական չէր։ Իմ կարծիքով այսպես այս ամենի կուլմինացիան եղավ այն ժամանակ, երբ որ Բագրատ Սրբազանը սկսեց իր հայտնի շարժումը Տավուշից եւ ասաց, որ նա դրա համար ունի կաթողիկոսի օրհնությունը։ Նոր դրանից հետո իշխանությունը սկսեց այսպես ավելի կոշտ մեթոդներով պայքարել եկեղեցու դեմ։ Եթե միջև այդ էլի ինչ որ քայլեր արվում էին, բայց այդպես սուր չէր այդ պայքարը։ Էլի գիտենք որ լարվածություն կա, բայց ժամանակ առ ժամանակ հանդիպում էին, համատեղ միջոցառումների էին մասնակցում։ Բայց Բագրատ Սրբազանի հայտնի 23 թվականը դարձավ այդ անդառնալիության կետը, այո։ Դրանից հետո սկսվեց եւ այդ խոսույթի փոփոխությունը եւ կտրուկ վերաբերմունքի փոփոխությունը։ Միջև այդ երբեք Նիկոլ Փաշինյանը չէր ասել Կտրիչ Ներսիսյան։ Չնայած մենք գիտեինք, որ էլի որոշակի այսպես տարաձայնություններ կամ որոշակի լարվածություն կար, բայց ռետորաբանության փոփոխություն տեղի ունեցավ այդ հայտնի շարժումից հետո։ Հիմա անդիմությունը պնդում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, կալանքի պարբերական երկարաձգումը դա իշխանության վրեժքն է Սամվել Կարապետյանից, որը կարող էր հանգիստ իր համար իր բիզնեսներով զբաղվել, հեծին ոչ մեկ չէր կպնի, այս մարդն վաղուց արդեն Ռուսաստանում չէր մտածի, որ հանգարց Պուտինի ռեժիմը իրեն կարող է վնաս տալ, որովհետև պատվեր չի կատարում, Դուբայից եկավ Հայաստան, ասեց մենք մեր ձևով կսատարենք եկեղեցուն եւ դրանից հետո հայտնվեց բանտում։ Հիմա Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը իրականում ըստ ձեզ կապված է նրա դիրքորոշման հետ, թե կան շատ ավելի հիմնավոր պատճառներ, որոնց մասին հրապարակային չի ասում դեռ։ Ոչ թե ես կապնում դա ոչ թե նրա դիրքորոշման հետ եկեղեցու հետ կապված, այլ քաղաքական դաշտ մտնելու հետ կապված։ Եվ քաղաքական գործընթացների մասնակցելու հետ կապված, որովհետև Սամվել Կարապետյանը լուրջ հայտ է ներկայացնում։ Եթե մենք դրա մասին նոր գիտենք, բնականաբար իշխանությունները անմիջապես գիտեին, երբ որ նա արդեն իր կողմնակիցների մոտ այդ մասին խոսել էր։ Սամվել Կարապետյանը բնականաբար բոլորն էլ հասկանում են, որ ինքն իրենով չեկ է։ Մոսկվայից ուղարկված մարդ է, որը որ քաղաքականություն մտնելու որևէ պատճառ չունի։ Նա ինքնաբավ մարդ է, ունի այսպես միլիարդներ, կարողություններ եւ ակնհայտ է, որ նրան ուղարկել են, այսպես ասեմ, Կրեմլից եւ հենց այդտեղից սկսվեց նրա խնդիրները, իշխանություն Սամվել Կարապետյան այդ հակամարտությունը էլի այն ժամանակ 18 թվականից հետո էլի մի քանի անգամ հրապարակային տեսել ենք, որ իրենք հանդիպել են, ոնց որ էլի խնդիրներ չեն ունեցել միմյանց հետ։ Այնպես որ էս եկեղեցու հետ բաղնել էլի ծխած ածկույթ է, էլի եկեղեցուն 1000 հոգի պաշտպանում են։ Քոչյանն էլ է պաշտպանում, Սերժ Սարգսյանն էլ, բայց այդ երկուսին ոնց որ թե չեն կալանավորում։ Այլ գործիչներ էլ։
Ես այնպես որ կկապեի Սամվել Կարապետյանի քաղաքական դաշտ մտնելու հետ այս Ասեմ գործընթացը։ ավելի Ռոբերտ Քոչյանը սկսել է մոն վառել։ Ինչ որ երբեք չէր արել։ Հիմա տեսեք, քանի որ խոսք գնաց այս ուղղության մասին, նայեք, մենք քաղաքական շարժումներ ենք ունեցել, որոնք բարբերաբար այսպես հյուսիսից են եկել այստեղ։ Հիշենք Արկադի Վարդանյանին, ինքը տենց հանիրավի մոռացված կերպար էր, որը Քոչարյան Ռոբերտի ժամանակ այստեղ միտինգներ էին անում, հետո Որում իրենց սիրելի Ռոբերտ Քոչյանի օրոք։ Հա, հետո կալանավորվեց, ունեզրկվեց ըստ էության Ռուսաստանում սնանկացրեցին Արկադի Վարդանյանին։ Հետո Ռուբեն Վարդանյանը արդեն եկավ, հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Հետո Սամվել Կարապետյանը, ես ես վերջերս ձեր գործընկերներից մեկին, չասեմ ով էր, հարցրեցի, ասի այդ ինչպես է լինում, մենք այդքան ունևոր հայեր ունենք, ասենք արևմուտքում բնակվող, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, չգիտեմ, Միացյալ Նահանգներում, բայց իրենք ինչու չեն գալիս այստեղ քաղաքական շարժումներ գլխավորելու, ասես չգիտեմ։ Ըստ ձեզ ինչու չեն գալիս։ Արևմուտքում նախ չեն կարող մարդկանց ուղարկել այստեղ։ Արևմուտքում ցանկացած այդպես գործարար կամ միլիոնատեր ունի ինքնուրույնություն, նույն Իլոն Մասկը տեսնում ենք ոնց է Թրամփի դեմ դուրս գալի եւ որևէ մեկը նրա ունեցվածքը չի խլում։ Իսկ Ռուսաստանում ես վստահ չեմ որ Սամվել Կարապետյանը ինքը իր կամքով է եկել կամ ինքը ուզում է մտնի այդ գործընթացների մեջ։ Իմ կարծիքով Սամվել Կարապետյանը երբեք քաղաքականության մեջ չի նկատվել։ Չի եղել, այո։ Ես վստահ եմ որ նրան ուղղակի ստիպել են եւ ես նույնիսկ դա մի քիչ տեսական եմ ասում դժվար ապացուցել, ես նույնիսկ մտածում եմ որ ինքը հիմա ուրախել է որ ազգային անվտանգության ծառայության պատվալում է։ Շարժից փորձանքից հեռու հետագայում էլ ռուսներին կասի դե գիտեք ինչ փորձեցի, բայց չստացվեց, ինձ ձերբակալեցին։ Արևմուտքում չեն կարող այդ բանը անել եւ սա մեկ եւ երկրորդ էլ արևմուտքը այստեղ իշխանություն փոխելու խնդիր չունի։ Արևմուտքը կընդունի ցանկացած մեկին, ով այստեղ լեգիտիմ ճանապարհով ընտրված է։ Ինչ չի կարելի ասել ռուսների մասին, որոնք չեն մոռացել եւ չեն մարսում 2018 թվականը։ 2018 թվականը բոլորովին այլ սցենարով գնաց, իրենք չէին ուզում Փաշինյանը գա իշխանության եւ այժմ, երբ որ նաեւ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն են ավելի վատացել, իրենք բոլոր միջոցներով փորձելու են այստեղ իշխանապողություն իրականացնել։ Ինչը արեցին հաջողության Վրաստանում։ Փորձում էին անել Մոլդովայում, բայց չստացվեց։ Այնտեղ էլ ահռելի միջոցներ ներդրեցին։ Էլի Ռուսաստանում հայտնի այսպես միլիոնատերերի ուղարկեցին Մոլդովա, փորձում էին այնտեղ իշխանապողություն անել, բայց չստացվեց։ Այնպես որ սա է պատճառը, արևմուտքը երբեք էլ այս առումով մարդ չի ուղարկի Հայաստան կամ որևէ այլ երկիր, որ իշխանապողություն իրականացնեն։ Բավարար, բայց այստեղ մի տարօրինակ հանգամանք կա, տեսեք, դուք ասում եք Ռուսաստանը չի ներում 18 թվականը Նիկոլ Փաշինյանին, բայց Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, ընդհանուր մինչև 22 թվականը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, չասեմ, լավ, Հայաստանի իշխանություններ Կրեմլ հարաբերություններում խնդիրներ չկային։ Հայաստանը շարունակեց մնալ ՀԱՊԿ-ի հավատարիմ անդամ, անգամ մենք գիշեր Ղազախստան զորամիավորում ուղարկեցինք այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ում նախագահում էր Հայաստանը։ Դա մինչև 22 թվականը անգամ 44 օրյա պատերազմից հետո Հայաստանը ինչ որ խնդիրներ, այսպես ասեմ, դաշնակցի նկատմամբ չառաջացրել, չասեք, այ դուք պարտավոր եք չարեցիք եւ այլն։ Այսինքն այդ համատեքստում որ նայում ենք Հայաստանը չի գնացել Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացմանը, ճիշտ հակառակն է եղել։ Դե այո, ճիշտ եք ասում, բայց ես վերջերս մի քանի անգամ ասել եմ իմ հարցազրույցներում, հիմա էլ կպնդեմ, որ Կրեմլի խնդիրը Ռուսաստանի իշխանության ղեկավարության խնդիրը ոչ թե Հայաստանի ղեկավարներն են, այլ Հայաստան պետությունը։ Նույն այդ Ռոբերտ Քոչյանի օրինակը, որ դուք բերեցիք, ճիշտ ասեցիք, Ռոբերտ Քոչյանը Հայաստանի բոլոր ղեկավարներից ամենառուսամետն է համարում, բայց նույնիսկ իր օրոք փորձել են այստեղ դրան վերահսկողության տակ պահել, սանձել, այդ թվում նաև ընդդիմադիր շարժումների միջոցով։ Իսկ այդ ընդդիմադիր շարժումները, երբ որ այսպես քաղաքական ճգնաժամեր են ստեղծում, դա Կրեմլի համար լծակ է իշխանության վրա, որովհետև այդ ճգնաժամերը դառնում են հասարակական հակամարտության աղբյուր, դառնում են իշխող ուժի, իշխող անձի
լեգիտիմության համար խնդիր են դառնում։ Իսկ թույլ եւ խոցելի ղեկավարը, թույլ եւ ոչ լեգիտիմ ղեկավարը դառնում է խոցելի, հեշտ վերահսկվող եւ նաեւ նրան ավելի շուտ են ճնշումներ իրականացնում նրան նկատմամբ, քան լեգիտիմ ղեկավարի նկատմամբ։ Այնպես որ այո, մի կողմից ճիշտ եք ասում, բայց ասեմ որ մյուս կողմից էլ վերջին ժամանակներս բավականին սրված են այդ հարաբերությունները Հայաստանի ղեկավարության եւ Ռուսաստանի ղեկավարության միջեւ։ Հայաստանը սկսել է ինքնագլուխ քայլեր արել, որը որ Կրեմլին դուր չի գալիս։ Տեսնում ենք տարբեր ինքնագլուխ Մոսկվայի տեսանկյունից։ Այո, ասենք քվեարկություններ ենք տեսնում ենք որ փորձում է իր ինքնաշխանության մակարդակը այսպես ավելի բարձրացնել, հապկին է բոյկոտում, որ իրենց համար էլի ցավոտ է։ Բազմաթիվ այլ քայլեր կան, որոնք իրենց դուրը չի գալ։ Այդ թվում նաև հայտարարություններ հրապարակային։ Ասենք օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն հանդիպում է եվրոպական քաղաքական համայնքի կոլոարներում, կոլիսներում, բնականաբար դա լավ չի ընկալվում, լավ չի նայվում Կրեմլում։ Իրենք ուզում են, որ իրենց դաշնակիցները կամ իրենց ֆորպոստերը, չգիտեմ, ոնց կուզեք, լինեն Լուկաշենկո բոլորի հետ փչացած հարաբերություններով, միայն Կրեմլին հավատարիմ, միայն Կրեմլի բոլոր կարգադրությունները կատարող եւ ինքնուրույնության նույնիսկ փոքրիկ դրսևորումներ իրականացնող ղեկավարները իրենք ղեկավարներին լավ չեն նայում, լավ աշկով չեն նայում։ Հիմա ասենք օրինակ խոսակցություններ կան, որ Հայաստանը փորձում է նոր ատոմակայան կառուցել ԱՄՆ-ի հետ։ Չէ, բնականաբար դա իրենց դուր չի գալ, իրենք ուզում են այստեղ ունենալ ռուսական տեխնոլոգիաներով, ռուսական վառելիքով ատոմակայան, հասկանում են, որ սա եւս էներգետիկ անվտանգության մակարդակը Հայաստանի կարող է բարձրացնել։ Եվ այլ բազմաթիվ քայլեր կան, որոնք դուր չեն գալիս Կրեմլին, իրենք երբեմն բացահայտ, երբեմն ոչ բացահայտ այդ մասին խոսում են, բայց ամեն ճանել են, որ այստեղ իշխանապողություն իրականացնեն եւ ավելի լոյալ, ավելի բարեհաճ մարդու նստեցնեն Հայաստանի ղեկավարության գահին, այսպես ասեմ։ Հիմա տեսեք, այն ինչ կատարվում է հեծի հետ, իշխանական շրջանակներ, այսպես ասեմ, ոչ այնքան պաշտոնապես, ասում են, որ դա նախ եւ առաջ որոշակիորեն էլի բարձրացնելու նպատակով է արվում, խոսքը էներգետիկ անվտանգության մասն է եւ կախումը մի կետից նվազեցնելու այդ թվում։ Բայց բնականաբար դրա հետ այսպես ակտիվացել են խոսակցությունները, հեսա տեսեք, հեծը վերցրեցին, տալու են թուրքերին, տալու են ադրբեջանցիներին, տալու են Բուրկինա Ֆասոյին, էական չի ում, տալու են։ Եվ արդեն ընդհուպ իրենց հեղինակավոր համարվող որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են պատտեցնում, որ թուրք գործարարներից մեկին արդեն խոստացված էր։ Դե ուղղակի իրենց են անլրջացնում։ Այդ հարցը Նիկոլ Փաշինյանը մի անգամ տրվել է ասել է, որ ինքը ասաց, որ չենք դիտարկում Հայաստանի հետ հարաբերություններ չունեցող երկրների ընկերություններին տալը։ Սա նշանակում է, որ բնականաբար թուրքական կամ ադրբեջանական ընկերություն չի կարող լինել, այնպես որ ուղղակի այդ շրջանակները իրենց ծիծաղելի վիճակում են դնում, որովհետեւ թուրքական ընկերության չի տրվելու բնականաբար, ես դրանում համոզված եմ։ Ես չգիտեմ էլ իշխանությունը ինչ սցենարներ ունի, ես վստահ չեմ, որ ամբողջովին վերցնելու են, ասես Սամվել Կարապետյանից, որովհետեւ իշխանությունն ասում է, որ նույնիսկ եթե վերցնեն այդ ընկերությունը Սամվել Կարապետյանից, իրենք փոխհատուցում են տալու։ Իսկ հեծը բավականին մեծ, այսպես ասեմ, բավականին մեծ մարժայով, մեծ գին ունեցող կազմակերպություն է, կառույց է, կարծում եմ $1 միլիարդ կարող է անցնել։ Չգիտեմ, իշխանությունը կարող է ունի այդքան միջոցներ կամ կարող է այդքան միջոցներ ներգրավել, կամ էլ կարող է այդպիսի միջազգային ընկերություն գտնել, որը որ գա Հայաստանում վերցնի այս կառույցը եւ այդպիսի ներդրումներ անել եւ մի հատ էլ փոխհատուցի Կարապետյանների ընտանիքին։ Այնպես որ ես դեռևս չեմ հասկանում վերջնականապես ինչ հանգրվանի կհասնենք այս գործընթացում, բայց մի բան իմ համար ես վստահ եմ մի բանում, որ որևէ թուրք-ադրբեջանական ընկերություն այստեղ չի գալու հեծը վերցնի։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր զրուցակիցներ քաղաքագետ Արմեն Վարդանյանը, ես Լևոն Սաղդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։